Միգուցե կտրուկ էր հարցադրումս, բայց կտրուկ չէր, անտակտ էր։ Որտեղ է գրված, որ կարող է գալ ու խառնվել մեր նեղ ընտանեկան հարցերին։ Վիկա լռիր, երբ ես խոսում եմ։ կարիք չկա իմ հարցադրումը ձեր տանը վեճ առաջացնի։ Ինչ իրավունքով ես ներխոժում իմ ընտանիք եւ խառնվում իմ ընտանեկան հարցերին։ Շատ հնարավոր է ձեր ընտանեկան հարցերը ուղղակիորեն կապ ունենան իմ անձնական կյանքի հետ։ Նույնիսկ Ես էլ եմ շոկի մեջ։ Հարցերը շատ են ու չբավարարված։ Կխնդրեմ բավարարեք դրանք։ եթե դու Միքայել Շախունցի հետ կապված խնդիր ունես, պետք է նրա տուն գնաս, ոչ թե իմ։ Ես չեմ կարծում, որ սխալ հասցեով եմ եկել։ Եթե ես քեզ հիմա կոպիտ ձևով չեմ հրավիրում իմ տնից, դա միայն ու միայն Ռիտայի հիշատակը հարգելով։ Ինչի համար բորբոքվեցիք։ Ես միայն հարցրեցի։ Պետք չի հարցը կրկնել։ Այն ինձ տհաճ է։ Եթե մի անգամ էլ գաս իմ տուն նման հարցով, իմացիր, որ իմ տան դուռը քո առջև փակ կլինի։ Մենք այնքան մտերիմ չենք, որ դու խառնվես իմ ընտանիքի հարցերին։ Ասեք, որ շատ թույն է անցնում։ 100% ախպերս։ Սենց հարցանիքը լավ ոչ մեկ չի ունեցել։ Ոնց չի ունեցել ախպեր, բա մենք ինչ ենք։ Շնայած ինչ ախպեր, քավոր ջան։ Երեխեք, մինչև հիմա չեմ հավատում, որ համաձայնվեցի կարող ես աննորմալ առաջարկին։ Դու հավատ, այ Հարսիկ ջան, որովհետև արդեն կարող իսկանիկն ես։ Դե հա, Հենրի, բայց սենց առանց հարսանիք, լավը գոնե թողեց հարսի շորհակը։ Եթե սիրում եք իրար, կապ չունի ոնց, թեկուզ և սենց կարևորը երջանիկ լինեք յան։ Բայց ցավդ էլ տանեմ քավոր կին ջան։ Հա, բայց գոնե մի հատ նորմալ սպասք ունենայինք, որ չխկացնելուց ձայն լսվեր գոնե։ Ինձ թվում է Կարոն շատ ճիշտ որոշում է կայացրել։ Երկու օրվա մեջ տենց երկու հատ ճոխ հարսանիք մի տեսակ այն չէր լինելու, հա։ Ասա, որ չտեսություն կլիներ։ Դե դա ասում էլի, ես ամենալավ տարբերակն էր։ Կարևորը երջանիկ եք, երջանկություն նորապսակներին։ Հա, բայց հիմա բոլորս ենք նորապսակ, դուք էլ եք նորամուսնացել, այնպես որ 4-ից համար։ Հա, բոլորիս համար։ Հարատև սիրով երջանկության համար։ Ապրի իմ ընկերը։ Ապրի, որ իր մեջ ուժ ու համարձակություն գտավ ու գնաց այս պատասխանատու քայլին։ Ինչ քայլի, որ ախպերս։ Յա։ Այս դու արդեն մի բաժակից հարբեցիր։ Ոնց ինչ կարևոր քայլ, մեր ամուսնությունը։ Ասա, բայց որ շատ թույն է։ Հա, հարց չկա, շատ լավ է անցնում, բայց ախպերս մոտ երկ ուրախություն մի բան կազմակերպի գոնե քեֆ ուրախություն անենք։ Մի րոպե, ես լավ առաջարկ ունեմ։ Մեզ պետք չի երաժշտություն։ Տարբերվել, ուրեմն տարբերվել մինչև վերջ։ Հարսիկը այսօր ապահովում է ձեր երաժշտությունը։ Ինչ երգ է։ Այն քո սիրածներից։ Քո անունը սերիմ իմ հոգին է խենթացնում, քո անունը սերիմ նոր հույզեր է արթնացնում, դու կրկին կասես, հեռանում եմ ես, այս խոսքերը մեզ նորից բաժանում են իրարի։ Սոս։ Ոնց որ թե դուրս եմ եկել մեր երախու հետքի վրա։
ճիշտ ճանապարհի վրա ես ապեր։ Բանդրի, միգուցե և գտնես։ Ինչքան հիմար պիտի լինի, ինչի գրեցի, ինչի հաղորդագրություն ուղարկեցի, այդքան հիմար կարայր լիներ Աննա, որ այսքան բանից հետո նորից գնաս Միքայելի մոտ։ Արխմի, Չեմ ուզում դա։ էլ ոչ պանիկայի մեջ ընկնելու կարիք կա, ոչ է վատանալու։ Այս իրավիճակը վերահսկողը մենք չենք, այնպես որ համակերպվի։ Դու համակերպվում ես, համակերպվի, ես չեմ պատրաստվում համակերպեմ, ես ջուրը տար։ Բա ինչ ես անում։ Պայքարելու եմ աղջկաս համար, մինչև վերջի պահը կռիվ եմ տալու։ Հետո ինչ պիտի անես։ Ինչ որ պետք է, այդ էլ կանեմ։ Դի արա տեսնեմ։ Դու ձեռքերդ լվա, ջուրը տար, ձեռքերդ լվա։ Գնա, էլի ներվային անում եմ։ Ես ինչ ես դարձել։ Մի քիչ արագ է ստացվում։ Անգելինան երկար պիտի մնար մեր տանը, որ ադապտացվեր։ Բայց ոչինչ լավ, ուրեմն սենց էր պետք։ Միքայել պապայի վիճակը լավ չի, գնա խոսի հետ, կռիվ անում բժիշկների հետ, պետք է մնա հիվանդանոցում։ Բարդ է, Միքայել լսում ես ինձ։ բարդ է, Ասում եմ գնա խոսի պապայի հետ։ շատ բարդ է։ Ինչն է բարդ։ Իրավիճակը։ Կարո, դու ընդհանրապես լսում ես ես քեզ ինչ եմ ասում։ Հունջն ինչ է, առաջի անգամ եմ լսում հիմար է։ Վայ, մի հատ լսի ուշադիր։ Ինչն են իրար վրա դնում, որ շենք սարքեն։ Ցեմենտը։ Կարո, ինչով են տուն սարքում։ Փողով։ Խեք։ Հա ինչ սխալ եմ ասում։ Վայ, Կարո։ Լսի։ Հենրի, լսի։ Դու գուշակել ես բարի վերջը, հիմա պիտի գուշակես բարի սկիզբը, Կարո։ Ինչն են իրար վրա դնում, որ դառնա տուն։ Պանել է։ Երեխեք, ես սրա չեմ կարել, իմ ներվերը չի հերիքում։ Ամեն նորմալ բացատրի, որ կարենամ ասել։ Ես նորմալ բացատրում եմ, դու չես կարողանում գուշակել, չեմ խաղում ես քո հետ։ Վայ։ Քարունջ։ Քարունջն ինչ է։ Վայ, գոնե սուս մնա էլի, ժամանակը վերջացավ։ Խաղալ չգիտես դու։ Ես եմ մի րոպե։ Պատրաստ ես Հենրի։ Միշտ։ Գնացինք։ Թութակների վրա գունավոր ինչ կա։ Փետուր։ Ճիշտ է, ապրես։ Ուրեմն Ճապոնիան համաշխարհային պատերազմի ժամանակ որ ռազմաբազային խփեց։ Աբա հեսա ասեց։ Հենրիը նորի կինոյի նայում ու ասում է, որ շատ եմ հուզվել։ Հա, Pearl Harbor։ Ապրես։ Բախ հիմար է։ Հենրի, սարի ամենաբարձր հատվածին ինչ են ասում։ Գագաթ։ Շատ ապրես, իսկ հիմա նայ, մամաներին ու պապաներին, որ հավաքում են դպրոցում, ինչ այդ կոչվում, ինչ են անում։ Իրոք, ծնողական ժողով։ Ապրես, հիմա այդ երկու բառը կպցրու իրար։ Գագաթնաժողով։ Ապրես։ Հենրին, իսկի հայոց լեզու բառը չի կարող նորմալ ասի, այդ գագաթնա ժողովը ոնց գուշակ է։ Արա, հերին գիտելիքներով լի տղա, դու քեզ նայի։
Կարո դու մեզ խանգարեցիք, դուք էլ հիմա 15 վայրկյանում կբացատրեք, վերցրու։ Դե մերսի Անգելինա ջան, իսկի 60 վայրկյանում չի կարողանում բացատրել, ունես 15 վայրկյանում։ Ես չեմ խաղում։ Կարո։ Երեխեք կներեք, Կարո։ Կարո։ Ինչ են իրար վրա որ չենք սարքել։ Փող։ Լսում եմ ընկեր ավակ։ Բանը բանից անցել է։ Հետո։ Ինչ հետո սոսներ եկել։ Լրջացի, Միքո։ Դե լուրջ եմ ասում։ Դու ասացիր թող ամուսնանամ, որ անվտանգ լինի։ Հա։ Հաու ջան, հիմա ամեն ինչ մազից է կախված։ Միքայել Շախունց։ Ինչ հետ երբ էր պարանից կախված որ։ Լսիր, ինչի ես սենց հանգիստ։ Դե սպասում եմ անջատես, հետո շորերս կճղեմ։ Ամուսնացան ուզածներիդ հասակ, հիմա վերջ, հա։ Ավակ ջան, ինչ ա պատահել, հարազատս։ Ես մտածեցի երեխուդ երջանկությունն ես ուզում։ Միշտ, ինչպես նաև քո երեխու։ Հիմա հիվանդանոցում եմ ավակ, հերս լավ չի, հետո կզանգեմ։ Էնում սերն ա եկել։ Գիտես, հրաձգարանում բոլորին կրակեցի, բայց քեզ թողեցի։ Բալավ, եթե Միքայել երեխա է տվել ավակ ինձ, ում երեխեն անգել է, չէ, բայց ինչի չէ, չգիտեմ, գլուխս հեսը կպայթի, Անգելինան, բայց հա որ, պետի զանգեմ էդ Միքայելին, չէ, եթե դրան խանացի ամեն ինչ կպչասնի, քանի պատմության ոչը բռնել եմ, ոչ դրան ոչ Լիլիթին բան չպիտի ասեմ, որովհետև սա էլ շատ բան գիտի, բայց չէ Լիլիթին պիտի լիքը հարցեր տամ, թե չասեմ ու միայնակ գործեմ։ Գնացա, են էլ ոնց, կողքը պոմպայթի չի արդնան այգեք։
Դու մեռար։ Սպանելու եմ ձեզ, Յանա խեղտելու եմ քեզ։ Էս ի՞նչ է։ Յանա աղջիկ քեզ սոված ճամփելու եմ օրդ տուն։ Քեզ կի բուլկի չեմ տալու։ Այս ախի պսակար հալալ ջան, հանգիստ ապրիր էլի քո համար, էս ինչ է, էս ինչ է։ Կար։ Կար։ Կարո։ Վե կարո։ Վայ, դե ինչ։ Կար։ Տես ռոմանտիկ նախաճաշ եմ բերել քեզ համար։ Տենց ռոմանտիկ ինձ են պինգվիների հետ պաստում էր, չէ՞ գիշերը։ Վայ, դե լավ թեթև տար։ Համել կատակ են արել։ Էն։ Էկ արել։ Քեզ ինչի արանքից հանեցիր։ Վայ, հեռախոսսա։ Ֆայնասա։ Ընկերուհիս, բարև։ Այս մարդկա ամուսնացել է ինձ չի ասել, հա։ Չէ, ֆայն։ Հեսա ես քեզ ամեն ինչ սկզբից կպատմեմ, կհասկանաս ոնց եղավ։ Բարևի։ Ֆայն կարոն բարևում է։ Տարեկում է խելագար։ Վայ, դե մեր ֆայնան է էլի, վայ, ինձ էլ ամաչում է։ Բայց ես ամուսնանալը լավ բան է, հա։ Կզեց։ Հիմա նա շուտ կամուսնանայի։ Հենց երեք շատ ված վարվեցինք Կարոյի հետ։ Դե լավ հա դու էլ անգել, այդքան ծանր մի տար, ինչ արել ենք լավ ենք արել, կարևոր ուրախ անցավ։ Մեր համար կարող է, իր համար հաստատ չէ, պիտի իր ներմանն արժանանանք։ Էդ էր մնաց է պակաս, գնամ ինձ պատե պատտամ, ինչա թե Կարոյի ներման արժանանամ։ Ում ես զանգում։ Պապային, ինչ-որ ոչ զանգում են, ոչ նորություն կա իրանցից, մի տեսակ անհանգիստ եմ։ Դե լավ, ինչ պետք է զանգեն։ Գիտեմ, որ ստեղ ենք, իրար հետ ենք։ Ալո, Ինչ կա պապ։ ոչ մի բան դու ասա, ոնց անցնում հանգիստ։ Սպասվածից 1000 անգամ լավ։ Աստի զանգեմ տնամ ինչ կա, ոչ զանգում եք ոչ բան չի եղել։ Չէ, ինչ պետք է լինի։ Գնացել ես մեղնամ սիվորը չեմ զանգել։ Հասկացա, պապին լավ է։ Պապին ինչ ա եղել, որ լավ չլինի։ Իրա գործերը վայելի։ Ես էլ պիտի տեղ դուրս գամ, գնամ կամ կզանգեմ, դուք ձեր հանգիստը վայելեք, ոչ մի բանի մասին մի մտածեք։ Ամեն ինչ կարգին է։ Դե ուրեմն կապի մեջ պապ ջան։ Լավ։ Հեն հո բան չի եղել Հենրի։ Չէ, նորմալ է։ Հենրի, նոր դու խոսում էիր, ես էլ մտածում էի կարող է գնանք Գյումրի։ Եթե սիրտը տեղ ա ուզում գնանք, ինչի՞ չէ։ Բայց մեր ուրախություններին էլ մեր հետ պիտի տանենք։ Նայի որ դու ես հրահարում անգել, հեսա Կարոյի գլխին էլի մի բան սարքելու ենք։ Իա, դե չէ լավ, մի անգամ արեցինք, հասկացանք, վերջ։ Լավ։ Սպասի զանգեմ այդ քարահունջին։ Ամեն ինչ ճիշտ ժամանակին է լինում։
Իհարկե կուզենայի մի քիչ Անգելինայի պա ձգձգվեր, բայց դե Միքայել։ Բա Միքայել։ Բա ինչ ես եկել։ Դուրս արի։ Որ դուրս գամ։ Դուրս արի այդ տղա։ Ինչ անեմ դուրս գամ։ Որ փող թողերի մոտս չի ասի դուրս արի այդ մեքենան ճանապարհ դի, լավ տղա է։ Չարը կտաս։ Քեզ դու ինչ անես։ Արա ես իմ տան մեջ հանգիստ, առողջ, լավ եմ զգում, են ինչ եք դուզում ծառա։ Ինչ ես եկել հիվանդանոցից։ Լավ եմ արել։ Լավ չես արել։ Ինչ, առողջության հետ սենց չեն խաղում, պապ։ Սոված եմ ախորպես։ Վեր կաց գնում ենք հիվանդանոց։ Արա, սոված եմ։ Պապա։ Դու զարում ես, ասում եմ սոված եմ, բան բեր ուտենք։ Ես մարդը ինձ հոգեբուժարան կհասցնի։ Սոված եմ։ Այս հոգեբուժարան կհասցնեմ, հա, լավ ասեցի, հիշացիր։ Հələ փորձի, ընդես դուրս արի, գլուխդ կջարտեն։ Արա սոված եմ, եկել եմ իմ տուն, բաց բեր ուտենք։ Գնա տեսնե ինչ կա։ Ձվածեղ, մամաձեղ, արագի մեջ արա։ Ուտենք։ Կարող է հարիսա սարքեմ։ Հա, ված չէ, գիտես։ Բարես, բարի լույս, բարև որքուրջան, մաղջիկ բարև, երեխեն կնել է? Հա, քո քալուց մի 5 րոպե առաջ քնեց։ Ոչինչ, կսպասեմ, կարտնանա նոր կվերցնեմ կգնեմ։ Չես պատկերացնում ինչքան ես ինձ օգնում։ Դե վերջացրու է։ Չէ, ինչի ճիշտ եմ ասում։ Ես արդեն չգիտեմ, ես լարված վիճակը երբ հավերչանալ։ Մի հատ էլ թող, բաց թող այդ լարված վիճակը։ Լավ բաների մասին մտածի, երեխեքի հարսանիքի մասին մտածի, երեք ինչքան լավ անցա։ Հենց նոր երեխեքի վիդեոն էի նայում։ Անգելինան ինձ սիրուն էր, երջանկությունից փայլում էր երեխեն։ Շատ սիրուն էր։ Երեխես ոնց որ հրեշտակ լիներ, ինչքան տանջվեցին մինչև հասան իրար։ Բայց հասան չէ, կարևորը հասան։ Մի ժամանակ ես օրը ինձ այնքան հեռու էր թվում, չնայած ինչի հեռու ուղղակի անհնարին էր թվում, բայց տեսնում ես կյանքը անակնկալներով ինչքան լի է։ Մենակ երեխեքիս այդ օրվա աչքերի փայլը իմ համար ամեն ինչ արժ էր։ Սիրո դեմ բոլորն անզոր են բոլես, ինչ ուզում ես արել, մեկը ինքը իր ճանապարհով գնալու է։ Բայց ես արդեն ուշանում եմ, գիտես։ Բայ վերկաց գնա։ Հա, գնամ, հա։ Այ բոլը հանգիստ գնա, երեխեն կարտնանա կվերցնեմ կգնամ։ Ինձ համար հանգիստ նստած եմ, հոգար չեմ քաշում։ Վերկաց։ Դե ինչ մտքովս անցավ պատվիրեցի, բայց եթե դու ուրիշ բան ես ուզում, պատվիրի, ես հաշիվը փակել եմ։ Կորի, հա, անցի հաշիվը փակել եմ։ Ինչի ես չեմ կարող հաշիվը փակեմ։ Այս հրանից ապայման կփորձես շատ համով։ Դու ինչի չես կերել։ Մենակ պատվիրել ես։ Դրա համար վերաթալ չկա։ Գույշ կլինես։ Նորիվս։ Կյանքս։ Ինչ օրուշակն։ Կարմիրել եմ երբես։ Ոչ մի բանի ձեռք չի տվել։ Արամը չի արթնացել։ Դեռ ոչ։
Լավ, մի հատ Արմանը նորմալ սուրճ խմեինք։ Դե լավ, մենք իրենք ենք լավ ժամանակ անցկացնում առանձին, չէ՞։ Թող իրանք էլ քնեն։ Լսի հələ։ Երեխու համար մի երկու հատ շոր եմ գցել արկղի մեջ։ Տես հավանում ես, վերցնենք։ Բայց երեխու սերը բաց չի։ Նեյտրալ գույներ են։ Մի հատ բարև էիր, ասեինք բարևի մեջ մնաս։ Պապային ինչ ա եղել։ Պապա ինչ եղել է, ժամանակին ա եղել, հիմա դրա հետևանքն է քաշում։ Դու ասա տեսնեմ որն ես հավանում ես շորերից, լավն են, չէ՞։ Շատ, էս շատ սիրուն է։ Լսի, այդ քո թանկարժեք հյուրերը չեկան։ Չեմ խոսալ դեռ։ Դե խոսա կազմակերպի, որ այդ գենդեր փարթին անենք։ Ճամպային։ Լսի։ Մերնեմ չգիտեի, որ թափվելու յա։ Դե կմաքրենք։ Գայլեցնենք։ Եթե տակը բան մնացել է։ Թափված սուրճը համովալ։ Բայց անուշ աբուրում։ Նախորոք ձեզ ասում եմ, եթե խելոք չեք մնացել, թողել եմ հետ գամ։ Վատա անցնում։ Վայ կարո, դե լավ թեթև տարկատակ են կարել, վայ։ Բա բռնեցիք, պաստեցիք։ Իդեպ այդ ընկերոջդ առաջարկնան։ Դե ապրես անգել։ Դե տենց չի։ Այսքանից հետո դուք ինձ Գյումրի չէ, Մալդիվներ պիտի տանեք։ Արա այդ քո Մալդիվները Գյումրուց լավը չլինեն հանկարծ, է։ Նենց չի չենք կարա գնանք։ Ուղղակի ես ինձ Հայաստանում ավելի լավ եմ զգում։ Ես ինձ Մալդիվներում ավելի լավ կզգամ։ Դե դու մանկությունդ պալմաների տակ ես անցկացրել հալալ։ Ինչ։ Լավ, վերջ։ Ոյ, մի կռվեք։ Գնում ենք ընտիր ժամանակ անցկացնենք երեխեք։ Նենց որ վերջ։ Դե գնա դու ավտոն բեր։ Երկու ոտ տեղը կքայլես։ Յա։ Փոքրիկ շախունցիկին բերեցի։ Այդ հակամանց քնած է երեխեն։ Հա թող քնի։ Բա թող ինքը քնի, ես աշխատեմ։ Դու ուր աշխատելն ուր։ Դու աշխատես։ Այո։ Ու շատ հետաքրքիր է այդ որտեղ ես աշխատում։ Կարևորը տեղը չի։ Կարևորը արդյունքն է։ Սոված չես, չէ՞։ Կոմունալներդ վճարված է։ Ինչ ես ուզում։ Հերիքա երեսով տաս։ Ու մի բան էլ։ Այս երեխու ուտելու մասին ընդհանրապես մի խոսի։ Ամոթա թուրը տա։ Լսի ով է բան ասում իրան։ Ինչ ուզում է թող անի։ Դրեք գլխից մանտամ։ Պետք լինի դա էլ կանես։ Աննան ամեն ինչով ապահովում է։ Նենց չի քո հույսով ա թողել։ Դու էլ բողոքում ես։ Ես կյանքում չեմ բողոքում։ Դե հա։ Քո նմանի վրա բան հաստատել կլինի։ Եթե շարունակելու ես, ես գնամ։ Գնա։ Կերակ կյանքս։ Ոնց որ կյանքիդ նպատակը շախունց մեծացնելը լինի։ Այդ ղասեցի գնա։ Տեսնես սրա նման էլի կա, թե մենակ սա է։
Անգելինան է, ինչի՞ չես պատասխան։ Վախենում եմ։ Ինչի՞ց։ Փորի բացած լեն։ Հա, բալես։ Մենք լավ ենք, դուք ո՞նց եք։ Մաման դուրս է գնացել, հեռախոսը տանն է թողել, հա։ Գյումրի եք գնացել։ Հա, իսկ եղանակը ո՞նց է։ Հա, բալես, հա։ Փոխանցեմ մամային, անպայման։ Ոչ խանգարեցի։ Չէ, չես խանգարում, բայց աշխատում եմ։ Լավ ես անում, աշխատի։ Դու աշխատի, թող ուրիշները երեխուդ պահեն։ Ստվացի Միքայել էլի սկսվեց։ Ինչը։ Այս խոսակցությունը։ Վայ։ Բա եղավ։ Բա ես կթողնեմ, որ դու նեղվես այս խոսակցությունից։ Հասա ինչի համար ես եկել։ Հեչ։ Ասացի դրան ոնց ես, ինչ կա չկա, ինչ լուրեր ունես։ Իսկ ինչ լուրեր պիտի ունենամ։ Դա եթե իմանայի չէի դա։ Չէ, ոչ մի լուր էլ չունեմ։ Բայց եթե եկել ես, ուրեմն մի բան կա։ Դե հա, կա, ոնց չկա։ Պապայի հարցերով։ Իմացար չէ, հիվանդանոցից փախել տուն ա գնացել։ Այդ դրա համար էի ասում հետը լուրջ խոսի։ Խոսել եմ։ Չի ազդում։ Չգիտեմ Միքայել ինչ ասեմ։ Ուզում եմ իմանալ մարդ կա, որ կարող կանչենք պապային տանը խնամի։ Կա, իհարկե կա։ Համարտու։ Այդ այն զանգի։ Թող գա պապային խնամի, համ էլ քո կողքին կլինի, անպայման զանգի շատ կուրախանա։ Տես, որ ուզում ես, լավ բաներ ես առաջարկում։ Ապրես, դե լավ ես գնամ հա։ Լսի լավ ես չէ, հաստատ տանջող բան չկա։ Արդեն խանգարում ես։ Լավ եմ անում, հլը քիչ եմ անում։ Պաստորան դեռ ոչ մի բան չգիտես, ես։ Չես առավոտից ուրվականի պես պտտվում։ Բան է եղել։ Հիմա հարց եմ տալիս քեզ։ Պատասխանում ես կարճ։ Ապա Անգելինան, իմ աղջիկը։